Իմ վախը թաղել եմ, գիտես, երբ որ իմ հորը սպանեցին։ Ու ես կասկածում եմ դրա մեջ, որ իրանց մատը խառն է։ Իրանք ամեն ինչ շատ հանգիստ լղոզելով գնում են։ Ես չեմ վախենում քեզանից, Ռոբերտ Քոչարյան։ Ես քեզ մի անգամ հղում 2 տարի առաջ եմ արել։ Ասել եմ, որ կարաս ինձ սպանես, սպանի, բայց ես պիտի խոսեմ, պիտի բոլորն իմանան, որ դու բոլոր մարդկանց, ովքեր ընդդիմացել են քեզ, պատահական ինքնասպան են եղել, կամ մեքենայի տակ են ընկել, կամ սրտանոթային համակարգով մահացել են։ Դու փորձում ես մարդկանց տերորի տակ դնել, եւ ես քեզանից չեմ վախենում։ Վախենալը ոչ մի բան չկա, ինչ եք ցանկանում այդ մարդուն, ով ձեր կյանքը փոխել է, կարելի է ասել։ Հիմա դուք պետքա բնակվեիք Երևանի կենտրոնում, ունենայիք 3 հատ բնակարան, ապրում եք մասիվում, ունեք 17 քառակուսի մետր տարածք։ Ես ուզում եմ, գիտեք ինչ ասեմ, որ եթե ինքը այսօր իրան թվում է թոփով կտոր է, հա, երբ որ մենք թոփով կտոր ենք եղել, ինքը ջեբի կարկատան չի եղել, կոպիտ է, 1000 անգամ ներողություն հայ ազգից պիտի ասեմ, բայց ինքը մեր նման թոփերով է լոսկուտվել, դարել է թոփով կտոր, եւ իր հին տաշտակը վաղ թե ուշ իր մոտ գալու է։ Մեր դռները թակում էին, ինձ վախացնում էին, ասում էին չես վախենում, տղա ունես։ Մամայիս քրոջս վրա էինք, ասել էին ասա տղա ունես, սուս արա։